Ողորմության փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Եկեք սրտանց մենք էլ միանանք հիմա ամբողջ երկինքը Աստծուն փառքա տալի։ Մենք էլ ասում ենք փառք ես Տեր Աստված։ Մենք մահկանացուներս նույնպես միանում ենք Տեր եւ միանում ենք եւ այդ աղոթքը, այդ փառաբանությունը բերում ենք դեպի երկնային արքայություն։ Ես երկու կարճ տեղ եմ կարդալու եւ մենք պետքա աղոթքով սկսենք այսօրվա պաշտամունքը։ Սերներ, ինչքան կարեւոր է այսօր ես Սենց միշտ Աստծուն փառք եմ տալի, ասում Տեր Աստված, այսօր ինձի հնարավորություն տվեցիր, որ ես նորից Աստծո տան մեջ եմ գտնվում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, այսի Աստծո մեծ ողորմությունն է։ Ես հիմա կարդում եմ 52-րդ Սաղմոսի 8-րդ խոսքը, ուշադիր նայենք ինչ ասում։ Սակայն ես Աստծո տանը մեջ կանաչ ձիթենի պես եմ։ Աստծո ողորմությանը կհուսամ հավիտյանս հավիտենից, որտեղ եմ կանաչ ձիթենի պես, Աստծո տանը մեջ, Աստծո տնից դուրս չորացած փայտ եմ։ Ինչքան կարևոր է Աստծո տան մեջ լինելը, դրա համար ես, գիտեք, կարող է ես անգամ չորացած փայտ լինեմ, բայց որ ես գամ ստեմ մտնեմ Աստծո տուն, Աստված նորից ինձ ինչ անում կանաչացնում է, կանաչ ձիթենի պես եմ, կյանք եմ ստանում ես Աստծո տան մեջ, որտեվ Աստծո ժողովրդին եմ տեսնում, ոչ թե այս պատերը սիրներ, կարող է վաղ այս պատերում չլինենք, քարանձավներում հավաքվենք, ես չգիտեմ որտեղ կհավաքվենք, կարող է սկի տեղ էլ չլինի ինչ-որ մի հատ շատ առաջ Երևանում գերեզմանոցներում էին հավաքվում, գերեզմանոցներում եղբայրները կհիշեն, ինչի համար կոմունիստները որ հալածում էին, ուրեմն ժողովուրդը գնում էին գերեզմանոց եւ այդ գերեզմանոցում թաքուն տես պաշտամունքներ էին անում գերեզմանոցում, պատկերացնում եք, դա էլ էր Աստծո տուն, Աստծո տունը ոչ թե այս պատերն է, Աստծո տունը, որտեղ որ Աստծո ժողովուրդը հավաքված են, ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը, հիմա նայեք ինչ է կատարվում, Երբ որ Աստծո ժողովուրդը հավաքված են, ես ինչի համար եմ շեշտը դնում եկեղեցին սերներ, որովհետև Մաղաքիա մարգարության մեջ այս ձև մի հատ հետաքրքիր խոսք ասում, ինչի համար է կարևոր Աստծո տունը, բաց չթողնեմ ես Աստծո տունը։ Սերներ, անկեղծ եմ ասում, Տիրոջ առաջ եմ ասում, երբ որ բերդում էի, ես 3 բան էի խնդրում Աստծուց, 3 բան։ Ասում էի Աստված ջան, Քեզի աղաչում եմ, ինձ տար պաշտամունքի, ես պաշտամունքի կարոտ եմ, ծարավ եմ պաշտամունքի, կամ Ամերիկա տար, կամ Հայաստան տար, կամ էլ մի անգամից գնամ երկինք միանամ պաշտամունքին, ամենաառաջինը, որ գնամ երկինք, էդ իմ համար օգուտ է, գնամ երկինք միանամ պաշտամունքի, եթե ոչ Տեր Աստված խնդրում եմ, արդեն ծարավ եմ, պաշտամունք եմ ուզում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, եւ Տերը խնդրվածքից ձայնը լսեց, ես այդ աղոթքը արդեն ստեղ էի անում, ծոմ էի պահում եւ այդպես աղոթք էի անում, Տերը խնդրվածքից ձայնը լսեց, հրաշքով Տերը ինձ ողորմություն արեց։ Եվ հիմա ինչ եմ ուզում կարդամ Մաղաքիա մարգարություն 3-րդ գլխի 16 խոսքից պիտի կարդամ։ Այն ատեն Տիրոշմե վախեցողները իրարու խոսեցան։ Հիմա ովքեր ենք մենք։ Տիրոշմե վախեցողներն ենք։ Հիմա ինչա կատարվում, իրարու հետ խոսում ենք։ Հիմա լսում է այդ բանը Աստված։ Հիմա նայեք ինչա կատարվում, ինչ հետաքրքիր բան է, հենց հիմա կատարվում։ Տերը մտի կրավ ու լսեց։ Աստված ինչը լսեց, երբ որ Աստուծմե վախեցողները հավաքվել են այստեղ պաշտամունքի, նայեք Սուրբ գրքում այնքան հետաքրքիր է գրված, հենց առաջի գլուխը Սուրբ գրքի առաջի համարը, ասում է անդունդի վրա խավար կար, բայց Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Ջուրը ինչն է, Աստծո խոսքն է։ Եղբայրները որ խոսում են, դա ջուրը հիմա գնում է, պատկերացնում եք, իսկ Աստծո հոգին ոչ թե ցամաքում, ոչ թե եսի միշտեղ հապա ջրերի վրայով, այսինքն որտեղ որ Աստծո ժողովուրդը կան, Աստծո հոգին հիմա այդտեղ շրջում է։ Հիմա բաներ կա, ես կարող եմ չհասկանամ, բայց Սուրբ Հոգին ինձի խոսալու բան ունի, իմ սրտի հետ խոսում է։ Դու ընդհանրապես սիրտդ բաց ասա Տեր Աստված, խնդրում եմ, խոսա ինձ հետ, ինչ հայտնություն ունես, ասա ինձի, որտեվ ես
կարիք ունեմ քո խոսքի։ Երանի նրանց, ովքեր որ Աստծո խոսքի կարիք ունեն, սիրելիներ։ Հիմա ինչ ասում, Տերը մտի կրավ ու լսեց, եւ իր առջև հիշատակի գիրք գրվեցավ։ Տիրոջմե վախեցողներուն համար ու անոր անվան վրա մտածողներուն համար։ Ում համար էր այդ գիրքը։ Պատկերացնում եք, հիմա այդ գրքում գրվում է Էսիչի անունը, Եղսի քուրի գրվավ անունը, եկել էր պաշտամունքի, Աստուծմե վախեցողա, Գևորգ եղբայր գրվավ անունը, բաներ կա, ես շատ քիչ բան եմ իմանում երկնքի մասին, բայց այնքան խորն է երկնքի գաղտնիքները սերներ, որ Աստված ամեն մեկից գրանցում է։ Մի հատ եղբայր տեսիլք է տեսնում, ուրեմն պաշտամունքա, Հիսուսը գալիս է պաշտամունքի, Հիսուսի ձեռքին տես տոպրակներով բան է լինում, ուտելիք է լինում, ու բերում է հերթով բաժանում է ու բոլորը, հենց հիմա Տեր Հիսուսը կերակրում է, գիտեք մեզ, հենց հիմա Հիսուսը բաժանում է, այդ ուտելիքը տալիս է, անկախ նրանից ես լավն եմ, վատն եմ, ով չեմ, Տերը ունի տալու։ Հիմա, երբ որ ասում է գնաց, ասում է հարց տվեցի, Հիսուս, բայց հələ այդ տոպրակների մեջ ուտելիք կա, բայց ում համար է։ Ասեց, էս էլ բացականների համար է, էս իրանցն է։ Քույր եղբայրներ, ինչքան կարևոր է, մեկ կարող է ես չեմ գալիս, չեմ իմանում դրա մասին, բայց Տերը գիտի, մի օր իմ տղես, իմ աղջիկս գալու է, ու Տերը սպասում է այդ օրհնյալ օրվանը, սիրելիներ, հայրը սպասում էր աչքը տնկած ճանապարհին, որ իր որդին պիտի գա, սիրելիներ, հոր համար այդպես ուրախություն չկար, ասում է, երբ որ հայրը տեսավ, չասեց է այ տղա, այ անառակ տղա, գնացել էր, դե արի ինգի ոտերս, ասում է հայրը ինքը վազեց որդուն ընդառաջ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այնքան բաներ կա, որ մենք չենք անում սիրելիներ, բայց Աստծո սիրտը մխկտում է մեր համար։ Որ ես չեմ գալի Տիրոջ տուրը, Աստծո սիրտը մխկտում է, Տերը լացում է սիրելիներ, մեր համար լացում է, ու ես ասում Տեր Աստված, ես ով եմ, որ դու իմ համար լաց ես լինում։ Նայեք շարունակությունը ինչ ասում, եւ անոնք ու Աստված այս ձև ասում, ինձ ու քեզ, անկախ նրանից ով եմ ես, եւ անոնք իմս պիտի ըլան։ Դու պատկերացնում ես, չի ասում է ինչ որ մի լավ բան քեզ կտամ, ասում է իմս պիտի ըլան անոնք։ Իր սեփականությունն ես դու, Աստծո սեփականությունն ես, ինչ որ մարդուն չես պատկանում, դու Աստծուն ես պատկանում, իմս պիտի ըլան անոնք։ Կսե զորքերու Տերը, այն օրը երբ իմ սեփական գանձս հավաքեմ։ Ինչ հավաքի? Գանձը։ Գանձով է? Փաստորեն գանձը մի հատ մեղավոր մարդ է, բայց դու հանդիսանում ես Աստծո համար, Աստծո գանձը, կորցրած գանձը, որ քո համար գիշեր ցերեկ Տերը ման է եկել։ Գանձս հավաքեմ, անոնց պիտի խնայեմ, ինչպես մարդ մը կխնայե իր որդին, որ իրեն ծառայություն կնե, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մենք այդ Աստված ունենք, մենք այդ կենթանի Աստված ունենք, սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Հիմա երեխաներն էլ եկել են, ես հիշեցի մի բան, ուրեմն երբ որ ես եկա Մեքսիկա եկա, այնտեղ 2 ամիս մնացի, այնտեղ պաշտամունք էի ման գալի, գնացի կաթոլիկ եկեղեցի։ Գնացի Կիրակի օրը կաթոլիկ եկեղեցի, ու մեծ եկեղեցի էր, ես պատկերացնում եմ մեր առաքելական եկեղեցու նման մոմ պիտի եթանք վառենք, ես իմ ինչ անենք բաման, գնացինք այնտեղ ոչ մոմ են վառում, ոչ բան, սենց մեր նման սենց աթոռներ ա դրած, նստած են, ոչ մոմի հոտ ա գալի, ու ես գնացի, պետքա նոր սկսեր պաշտամունքը, գնացի հենց ամենաառաջ տեղը նստեցի։ Ինձ եկան իհարկե շատ սիրով, շատ սիրալիր, ասեցին կներեք, խոսքի, եկեք դուք 5-րդ շարքը նստեք, որտեվ առաջինից 5-րդ շարքը պետք է նստեն երեխաները։ Ասեցի, այ քեզ բան ասեցի։ Այդպես բան դե չենք տեսել մենք։ Ես իհարկե գնացի, վերջում նստեցի, հա, հետո ես տեսա այդ երեխաները, այսպես մանր երեխեք եկան նստեցին։ Ասում եմ Աստված շան, ասում եմ, էսա երեխեքը գան առաջի 5 շարքը նստեն, էսա գոռալու են, ես իմ ձեն են հանելու, պաշտամունքը խանգարել են, իրանք չեն ֆայմում, որ երեխեքը պետք չի առաջի շարքը։ Ես ինքս իմ մեջ մտածում եմ։
ուրեմն պաշտամունքը սկսեց, մեր նման պաշտամունք արեցին, իրանք քարոզիչը քարոզում էր, երկողները երգում էին, խոսք, երգ, աղոթք, այդպես էթում էր, ու այս երեխեքը այդ 2 ժամը քար լռությամբ ու շադիր նայում էին պաշտամունքը, ասի Տեր Աստված, ու իրանք գիտեք որ պահն էին նայում, որ Տեր Հիսուս ասեց, երկնքի արքայությունը այս երեխաներինն է, ասի Տեր Աստված, ինձ էր սարքի, այդ ձև երեխա, ես էլ միշտ գամ տես պաշտամունքը լսեմ եւ երեխայի պես ընդունեմ պաշտամունքը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, հիմա որ երեխեք այստեղ են, մենք իհարկե երեխաների, այսինքն ապագան, մեր ապագան այս երեխաների մանկությունից սովորեցրու Աստծո ճանապարհը, Աստծո տան մեջ սովորեցրու մանկությունից, թող Աստծո անունը փառավորվի, հայր մեր երկով սկսենք թե աղոթքով, եկեք հայր մեր երկով սկսենք այսօրվա պաշտամունքը, Այս երգը, որ երգում ենք, դա էլի աղոթք է, մտի այդ աղոթքի մեջ, Սուրբ Հոգին հիմա շրջում է, քույր եղբայրներ ջան։